Թմրանյութ եմ օգտագործել ու տպավորություն կարա լիներ, որ ես արդեն մահացա։ Լյով Խուրշուդյանը Օսկար է ստացել։ Տեսակ բոլոր այն մարդիկ, ովքեր չէին հավատում։ Քյոստավասի։ Չխոտկա։ Մերի Քոչարյան, թե Բորիս Մելքոնյան։ Չէ, չի եղանա Բորիս։ Մերի Քոչարյան։ Պետք է ասում ես։ Որ այսինքն ասում եմ չէ։ Ոնց թե ասում եմ չէ։ Իմ մուսան գիտես նկարիչ է։ Կարմրեցի, ախր ամաչում եմ, չէ, ես այսպես բան։ Վատ մարդ եք դուք։ Թիվ թվաբանության այսօրվա հյուրը հանցավոր աշխարհից է, որովհետև գրպանահատ է, մանրու մեծ, նաև խմբակային գողությունների մեջ ժամանակին մեղադրված է եղել Լյով Խուրշուդյան։ Ես էլ մանկության սենսոր երազել եմ, որ գնամ հաղորդման հյուր, ասեն գրպանահատ եւ այլն։ Իսկ իրականում դերասան Գյումրեցի Լյով Խուրշուդյան 963 ռոբոտիկն է, արհեստական բանականությամբ է օժտված Լյով ջան եւ մեզ այսօր հարցեր է տալու, այդ հարցերը վերաբերվելու են քեզ եւ քո գործունեությանը։ Հրաշալի։ Պիտի գուշակենք հարցերի պատասխանները, որոնք թվային են իդեպ։ Բարի, միայն ինձ եւ իմ գործունեությանը, թե ուրիշ հարցեր էլ կան։ Տեսնենք ինչ է պատրաստել։ Տեսեք ինձ ասեք, բարի։ Լսենք առաջին հարցը։ Աշխարհում հանցագործություն կատարողների քանի տոկոսն են տղամարդիկ։ Ներկայումս։ Այո։ Ոչ մի։ Այդ ինչ է նշանակում, որ միևնույնն է տղամարդկանց հանցագործությունների հետևում կանայք են կանգնած։ Ամեն բանի հետևում են կանայք կանգնած։ Մտածեմ տոկոս։ Պատտենք։ 3-2-1։ Ահա։ Մեր թվերը մոտ են, իմ կարծիքով 70%, Լյովի կարծիքով 76% տղամարդկանց է պատկանում հանցագործությունների թիվը։ Եվ Աշխարհում հանցագործությունների կատարողների մոտ 80-ից 90%-ը տղամարդիկ են։ Դու ավելի մոտ ես Լյով։ Եվ փաստորեն տղամարդիկ էլ ավելի մեծ տոկոս են կազմում, քան մենք պատկերացնում էինք։ այո։ Լյով, դու հայտնի դարձար հատուկ դասարանից, սովորաբար կան դերեր, որոնք դերասանների համար ճակատագրական են լինում, դրա մասին բոլորս գիտենք, հատկապես բացասական դերերը, չնայած նաև հումորային դերերը, այնքան են հիշվում, որ տարիներ շարունակ դերասանը պարբերաբար այլ դերեր է կերտում, նաև գլխավոր, բայց միևնույն է, նրան հիշում են այդ մի դերով։ Քեզ դեռ ասոցացնում են Աբելի կերպարի հետ եւ արդյոք դա քեզ համար ճակատագրական է եղել։ Որ ինձ համար ճակատագրական է եղել, դա անհերքելի է, որ ասոցացնում են, այո, դա այդպես է, այսինքն էլի ուրիշ կերպարներ ունեմ խաղացած, բայց մեծամասնորեն հիշում են այդ դերը, այդ կերպարը, բայց որպես դերասան իհարկե ցանկությունը մեծ է եւ շատ կարեւոր է, որպեսզի դերասանը տարբեր դերեր խաղա եւ չհամարվի այդ մի դերի դերասան, եւ դրա համար ամեն բան անում եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր ծանրակշիռ եւ լուրջ միտք ունեցող դերասան կանի այդպես, որովհետեւ ոչ թե մեկ դեր խաղալն է մեր գործը, այլ բոլոր այն դերերը, որոնք ժամանակի հետ են գնում եւ ասելիք ունեն տվյալ ժամանակահատվածում։ Իսկ փողոցում քեզ որպես Աբել են ճանաչում եւ արդյոք եղել են հետաքրքիր դրվագներ, որ մոտեցել են, չգիտեմ, ինչ որ մի հատ հետաքրքիր դրվագ կար, որ մի հատ կին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ է, բայց այդ Աբելի հետ կերպարի հետ կապված չի, մեր հաջորդ պրոյեկտում ոնց որ սերիան եթերա գնացել, որ ես այնտեղ թմրանյութերի մասին էր, որ ես թմրանյութ եմ օգտագործել ու տպավորություն կարա լիներ, որ ես արդեն մահացա։ Ու արդեն շաբաթ կիրակի պետք է 2 շաբթին գա, որ տեսնեմ, որ չէ, չմահացա, ինձ փրկեցին։ Շաբաթ օրն է, ես էլ մոռացել եմ, այդ մի 2 ամիս առաջ եմ նկարվել, էլի որ պատկերացնենք, շուտ ենք նկարում։ Մոռացել եմ, որ տենց պահ կա, մոռացել եմ, որ այդ սերիային ենք հասել, որովհետև շատ հաճախ չէի հասնում հետևեի սերիաներին։ Ու գնում եմ, ու այստեղից մի հատ ձեռք ֆռում եմ։ Մտատիկա գոռում էր։ Հա։ Ասում եմ ինչ ա եղել, ասում եմ Ազիզ ջան, ես գիտեմ դու չկաս։ Ասում եմ ես կամ, ստեղ կանգնած եմ ձեր դիմաց, ասում եմ ուղղակի շաբաթ օրվա, ուրբաթ օրվա, ասում եմ եթերում։ Շաբաթ դու մեռել ես։ Հա, ասում եմ ուրբաթ օրվա եթերում, դու արդեն ասում եմ քեզ տանում էին հիվանդանոց։ Ասում եմ լավ եմ, նոր եմ դուրս գնվել։
Այսինքն բան ես իրականում մտածում եմ մարդիկ արդեն անցել են այդ ժամանակները, որ Հավատում են։ ասոցացնում են կոնկրետ դերասանին իր խաղացած դերի հետ, բայց չէ, նույնիսկ շատ պատմություններ կար, այդ արդեն հատուկ դասանի ժամանակ, երբ որ մեր հայկին ուզում էին սպանել մեր աչքի առաջ տատիկները մի խումբ։ Որտեղ փողոցում։ Փողոցում մենք գալու ենք, ասում են տատիկներ են գալիս, իմ բոլոր պատմությունները տատիկների են։ Տատիկներ են գալիս ու Հետաքրքիր որ տատիկները հատուկ դասարանն են նայում։ Հա, չէ, շատ տարբեր տարիքային խմբի մարդիկ էին նայում։ Ուզում բարև ձեզ, այ հիմա ես երախուն ինչ հայկոյ։ Որին սիփը նեղացնում է։ Այսինքն դες պատմություններ կան։ Իսկ նկարահանման հրապարակում ինչ հետաքրքիր դեպքեր են եղել եւ եղել են իմպրովիզներ, որոնք փոխել են այդ օրվա սցենարի ընթացքը։ Ոչ թե հրապարակում, այլ այդ որ պետքա տեղափոխվենք հաջորդ պլաշյատկա։ Այդ ընթացքում ավտոբուսով գնում ենք մեր ու այդ ժամանակ իմ մազերը համարյա կարեր, ձեր նման ուղակի ավելի սև է։ Երեխեքը ինձ երկար ժամանակ խառնում են Տիկին Նելիի հետ Խերանյան։ Մտածում եմ, որ Տիկին Խերանյանն է, զուսպ են իրանց պահում այդ ընթացքում, որ բան, ու ես ուղղակի ստացած եմ, մազերս ընկած է։ Հա, ու հետո այտենց գոռում գոչյուններ, երբ շրջվում են ու տեսնում եմ ես եմ, ասում եմ հեյ։ Կարող եք շնչել Ազատ։ Այո, կարող եք շնչել Ազատ, հա դե, բայց դա արդեն խնդալու պատմություն էր մեզ համար, չգիտեմ ձեզ համար, մեզ համար։ Բայց ոչինչ։ Լավ ջան, ես սպարզեցի քո մտերիմներից, ընկերներից մասնավորապես, որ հատուկ դա Ես ընկերներ չունեմ։ Իսկ դու այս պատմություններից հետո վստահաբար այդպես էլ կմտածես։ Ես բարձեցի, որ հատուկ դասարանում քո կերպարը այնքան էլ հեռու չէ քո իրական բնավորությունից, եւ օրինակ, երբ փոքր ես եղել եւ բակում մեծահասակները աղմկել են, իջել ես սաստել ես, թե բա չեք ջոկում, որ չպետքա աղմկեք։ Էլ չասեմ, որ ոստիկանի գլխարկով վարորդներին կանգնացնում ես։ Տուն ես զանգել մեր։ Բոլոր հնարավոր մեխանիզմները եւ գործիքակազմը օգտագործել եմ ճշտելու բաներ, որոնք դու չէիր ուզի պատմել, բայց պետք է հնչեին մեր տաղավարում։ Քչերը գիտեն այդ մասին։ Բրավո։ Բրավո։ Հատուկ Այո, հետախուզություն այդպիսի դեպքեր եղել է, ես սաստող ոստիկանի գլխարկով երեխա եմ եղել։ Չես պատժվել դրա համար։ Չէ, ես այնքան համով էի անում ամեն բան։ Այսինքն ես հավատում էի իմ արածին։ Հա, ես մարդը եթե ինքնավստահ է անում ինչ-որ բան, ինքը իրանից գոհ անում։ Դժվար է իր վրա ջղայն անալ, էլի, որտեղ հումոր է, արեցինք անձանք առաջ։ Իսկ մեծ տարիքում խնդիրների մեջ չես ընկել քո այդ բնավորության պատճառով։ Դե օրինակ որոշես մի անգամ էլ այս տարիքում ինչ-որ մեկին սաստել, հետո բարձվի որ պետք չէր։ Չէ, ես ինչ զգում եմ սաստելու է, սաստում եմ, անցնում եմ առաջ։ Ու չես պատժվում դրա համար։ Ու չէ, որտեվ ծանրակշիռ եւ մտածված քայլերով ենք առաջնորդվում, ոչ թե ուղղակի խայնթուկներ ենք, հա։ Հասկացա։ Շատ լավ է։ Բլից անենք մի հատ հատուկ դասարանի դերասանների հետ կապված։ Թե։ Հա, թե։ Հատուկ դասարանի դերասանների հետ կապված թե։ Գնացինք։ Արաքսիա Խաչատրյան թե Էվելինա Շահիրյան։ Էվելինա Շահիրյան։ Գույտը չի վստահ։ Չէ, մենք բան ենք զույգ ենք խաղացել, չէ։ Հա։ Էվելինա Շահիրյան թե Դալիթա Ավանեսյան։ Էվելինա Շահիրյան։ Էվելինա Շահիրյան թե Անի Պետրոսյան։ Անի Պետրոսյան։ Ինչու։ Էուք ինձ չի նեղանա բանի որ տիպը որ մենք զեմ ենք, որ ինքը մեր ավակ ընկերն է, բան, այսինքն համել Արաքսի հետ էլ է իր զեմ։ Չէ, Արաքսի հետ ուրիշ պարագա էր։ Հիմա կռվցնում ես, ուղղակի Արաքս զգում ես բախտը, չենք կռվելու մենք։ Լավ, Անի Պետրոսյան թե Հայկ Դարփինյան։ Հայկ Դարփինյան։ Հայկ Դարփինյան թե Մանվել Խաչատրյան։ Հայկ Դարփինյան։ Հայկ Դարփինյան թե Հրանտ Հովսեփյան։ Հայկ Դարփինյան։ Չի փոխելու էլի։ Հայկ Դարփինյան թե Էլեն Սաֆարյան։ Պարագայում ընտրությունը։ I love you, Հայկ Դարփինյան։ Հայկ Դարփինյան թե Արսեն Ներսիսյան։ Oh, the love it. Էդի բարդ կրակի։ Նայեք, ես երկուսին էլ շատ եմ սիրում։ Ուղղակի որ հիմա ասեմ Հայկ Դարփինյան։ Ես հավես չուրեմ, Արսեն Ներսիսյան։ Մենակ դրա համար որ հավես չունես։ Չէ, որովհետև բան է, որովհետև Արսենս կջղայնանա, ախպերս, ես քեզ եմ ընտրում։ Սխալ, ոստով։ Ված նախադասություն է, կկտրենք անոնսի սկիզբ կդնենք։ Սխալ է։ Արսեն Ներսիսյան թե Մերի Քոչարյան։ Մերի Քոչարյան։ Մերի Քոչարյան թե Բորիս Մելքոնյան։ Վերջին հարցն է։
Արդեն եղանան։ Չի եղանա Բորիս, Մերի Քոչարյան։ Ում հետ էս ամենամտերիմը, որ արդեն նաև ընկերացել եք եւ կյանքում շարունակվում է ձեր ընկերությունը։ Բայց շատ-շատերի հետ ես Արսենի, Հայկի, Մերի, չգիտեմ, Մարտինի, Էվուկի, Արաքսի բոլորի հետ շփում կա ու Լավ, դե սկանդալ էի ուզում մի քիչ հասունացնել, բայց չստացվեց մեզ մոտ։ Միավորը քոնն է առաջին իդեպ։ Շնորհավորում եմ եւ մենք անցնում ենք հաջորդ փուլին։ Եվ մենք անցնում ենք։ Գյումրեցին օրական միջինում քանի հումոր է անում։ Գյումրեցին հումոր է անում, քանի դեռ օրը չի ավարտվել։ Ինքը քնած չի։ Քնած ժամանակ էլ երազի մեջ։ Հա։ Ախր AI-ը Գյումրեցու հումորի մասին ինչ պետք է ստատիստիկա հավաքի, աշճան։ Սեկտե 7, 8, Քիչ ես ասում։ 13, 16, անջու չէ։ Բայց խելամի, քանի որ գյումրեցիները նաև աշխատասեր մարդիկ են, իրենք զբաղված մարդիկ են, այսինքն պետք է հարաբերակցությունը ճիշտ լինի, չեմ մտածում։ Այո, պատտենք։ Ես ավելի շոտ եմ գրել 20 իմ կարծիքով, իսկ Լյովը կարծում է, որ գյումրեցիները օրվա ընթացքում 15 անգամ են միջինում հումոր անում։ Դա ինչ արժեզրկ 15 անգամ արժեզրկեցիր իմ ասած տիպը։ 15 անգամ։ Ակջան, ձեր լուրջն ու հումորը ես չեմ տարբերել։ Հակրած, այսինչ հումորով AI է։ Բայց չի տարբեր։ Արի խնդանք այդ բանում անոնսում դնել, որ տիպը շատ խնդալ։ Ինչ լավ դու չես խնդում։ Չէ։ Մերսի։ Ինչ խնդալու չէ։ Այսինքն ով ախտեց։ Ես միավորը տալիս եմ քեզ։ Ես միավորը տալիս եմ քեզ։ Ասա ինչ։ Ջենտլմեն ես։ Այո, դու գեղեցիկ սերի ներկայացուցիչ ես եւ այն քիչ ներկայացուցիչներից, որ համբել գեղեցիկ ես։ Եվ համբել դու ես գյումրեցի։ Քեզ։ Լավ, պայմանավորվեցինք, հաշիվը 1-1 է։ Այո։ Հավասար հաշվով շարունակում ենք հիմա ուզում եմ 60 վայրկյան պահենք ու մեր բարբառով բառեր ասենք, ով առաջինը կկանգնի ու չի շարունակի, նա կպարտվի։ Շատ բարի։ Մնում է հիշենք այդքան բառ։ Պատրաստ ես։ Ղայդին, Ղանջղ, Չխոտկա, Քյոստավասի, Նարդվան, Լախանա, Փուրճուլուկ, Սարանդոստիկ, Սայլուկ։ Չախլամա։ Ասել էի։ Չէ։ Չէ։ Չիճո։ Չէ, սպասում։ Ղազմա։ Ղազմա։ Հա, լավ բառ ասա։ Մի րոպե։ Հա, չէ, գրվա։ Լուրջ անկեղծ մոռացա, սաղ։ Տենց է որ կենտրոնանում ես, հետո չես հիշում։ Հա, ինչ-որ այդ մտքի վրա կենտրոնացա, որ պետք է բառ հիշեմ։ Սխալ եք անում, էլի պետք է ինձ խոսեցնեք, գցեք այդ բանի մեջ, էլի իրավիճակի աշճան։ Ես քեղանագարիչ չեմ։ Չէ, պրոստը։ Ես գիտեմ, որ բացի գեղանկարիչ լինելը նաև վոկալի ես գնացել։ Էլ ինձ սխալ պատմություն կա իմ մասի, որ կարաս հանես ջրի երես։ Դե օրինակ, որ ուզում ես նիհարես, կոկա-կոլա չես խմում, բայց գիշերվա կեսին կարաս լիքը շաուրմա ուտես։ Էլի պատմություններ կան, բայց անկեղծ ասած չեմ ուզում եթերում պատմել այդ ամեն ինչը։ Բայց ով տվեց ինֆոն, չէ՞, ապրում ես իմ հետ, ո՞նց ես դա իմացել։ Համարյա ապրում եմ։ Դա ես գիտեմ, մաման մեկ էլ ով գիտի։ Ասում եմ դու կարող ես սիրացել ունես։ Այ քեզի հեքիաթ։ Հաշիվը 1-1 է։ 1-1 է։ Ապրես, գնացինք առաջ։ Քանի զարթուցիչ կամ դհոլ է պետք, որ արթնանաս քնից։ Չկա տենց թիվ։ Չկա տենց թիվ, որովհետև որ ես քնում եմ, վերջ։ Այլևս չեմ արթնանում, որովհետև ես լուրջ գիշերները քնելու խնդիր ունեի, հիմա ագին կարգավորվել է, շատ դժվար եմ հելնում քնից, ես, պետքոնը։ Եղել է որ կարևոր պահերի քնած մնաս։ Հա։ Ինչ կարևոր պահերից։ Նկարանումից եմ ուշացել։ Ինչքան։ Մի 3 ժամ։ Եվ բոլորը ինձ էին սպասում։ Ես որ արթնացա քանցս տեսա տենց միլիարդ հատ զանգ բան ու հասկացա որ ուշացել եմ ու մանավանդ այդ ժամանակ էլ շատ լարված, որտեղ մենք նոր ենք նկարում, որտեղ այդ մարդկանց հենց չեմ ճանաչում, որտեղ սիրուն չի ամեն դեպքում ինչ ուզում ա լինի։ Ես շատ վատ եմ զգում էլի այդ ուշանալուց ու գնացի եւ Փառք Աստծո իմ ընկերները ինձ չսպանեցին, ուղղակի ասացին էլ երբեք։ Ասենք զուրնա 13 զուրնա։
Եվ թմբուկի 20 հարված։ Թմբուկ չունենք, զուռնա, 13 զուռնա։ Եվ թմբուկի 20 հարված։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը, տեսնենք ի վերջո AI-ն ինչ է կարծում այս մասին։ Ընկերներդ ասում են, քեզ մի քանի դանակի հարված է պետք։ Այս նույն ընկերներդ են ի դեպ, այն որ ամբողջ ինֆորմացիան քո մասին պատմել են։ Բայց դե ով եք էլի դուք։ Ինչ տեսեք կարմրեցի, ախր ամաչում եմ, չէ՞, այսպես բան։ Վատ մարդ եք դուք։ Հա։ Ընկերներս են։ Հետո այն, որ դու ասմունքում ես։ Եվ հիմա դու մեզ համար պետք է ասմունք ես։ Որ ասենք ասում եմ չէ։ Ոնց թե ասում եմ չէ։ Ասենք ասում եմ չեմ ասում։ Մեր հաղորդման ձևաչափը այդպեսին է։ Փորձությունների միջով են անցնում մեր հյուրերը։ Հասկացա։ Կարող եմ իմ գրածներից ասում Իհարկե։ ձեզ համար։ Շատ բարի։ Իմ մուսան, գիտես, նկարիչ է։ Երբ տարա նկարչից ես իր մոտ, անվստահ սկսեց նկարել։ Դե մուսաս լավն էր, հանճարեղ, գույն չկար, որ չճարեր։ Ու նկարչից ձեռքն անդավաճան այս անգամ էլ գործն արեց, բայց այդպես էլ չվճարվեց։ Գետ մի համբույր թեկուզ դուր, կամ կես հայացք թեկուզ սուր, ու նկարիչս մի բուռ թողեց գնաց այնպես լուռ, ասես չերել այցելել։ Ու երբ հասավ տունն իր մութ, վառեց լույսը, դեղին սուտ, կախեց պատկերը պատին, տեղ չկա էլ, բորբոքվել էր հայելին, նայեց իրեն հայելում ու դուրս հանեց վայրենուն, որ տեղ բացվի մյուսներին, հանջատեց սուտն ու քնավ, պատերին 1000 կտավ։ Այսքանը։ Իսկ քեզ մուսա պետք է ստեղծագործելու համար։ Անկասկած։ Ինչպիսին է լինում սովորաբար մուսան։ Շատ տարբեր, բայց այդ մուսան կարող է գալ իմ կյանք գնալ ինչ-որ մարդու տեսքով, ինչ-որ իրադարձության տեսքով։ Պիեսներ գրիր, բեմադրիր։ Հա։ Լսում ենք հաջորդ հարցը։ Քանի տարեկան է աշխարհի ամենահին թատրոնը։ Ընդհանրապես թատերարվեստը Հռոմում թե Հունաստանում է սկիզբ առել։ Առասարակ շատ հին թատրոնն են նաև եգիպտացիները, բայց տարիքը գոնե։ Պատրաստ ես։ Պատտեցինք։ 2000 Լյովի կարծիքով ես գրեցի 1500, բայց կարծում եմ, որ դու ավելի մոտ ես եւ ավելի հին է թատրոնը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Աթենքում գտնվող Դիոնիսոսի թատրոնը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Այն 2500 տարեկան է։ Տեսնում ես, որ մեր խաղում ամեն դեպքում հաղթողներ լինում են։ Միավորը քոնն է։ Հիմա տես, պատկերացնում ենք, որ Լյով Խուրշուդյանը Օսկար է ստացել ամենահումորով դերասանը անվանակարգում։ Ինչու՞ այդ օյը արեցիր, չես ուզի Օսկար ստանալ։ Ուզեմ։ Բայց այդ ինչ արձագանք էր։ Չէ, նկատի ունեմ պտած ավելի ռեալ բաներից էլի։ Չես հավատում, որ կգա այդ օրը։ Օրկասն ինչ է, Օսկար։ Օսկար։ Չէ, հավատում եմ։ Այս պահին է ինքը բան։ Անհավատալի է թվում։ Անհավատալի չի թվում, ուղղակի զբաղվում ուրիշ բան ունեմ անել։ Լիքը գործ ունեմ ինչ Օսկար։ Ավելի։ Չէ, հավատում եմ։ Ուղղակի այդ քայլեր դեպի այդ ուղղություն դեռ չեմ անում։ Չեմ գնում դեպի դեռ այդտեղ։ Դե հիմա պիտի երևակայես։ Երևակայեցինք։ Հիմա պետք է ելույթ ունենաս արդեն որպես Օսկարակիր։ Բայց պետք է հումորով ելույթ ունենաս, քո շնորհակալությունը հայտնես եւ այն ինչ որ պատկերացնում ես, որ կասեիր, եթե Օսկար ստանայիր։ Օսկարը քոնն է, բեմահարթակը քոնն է, լսում ենք Լյով Խուրշուդյանի ելույթը։ Տեսակ բոլոր այն մարդիկ, ովքեր չէին հավատում, դուք տեսակ չէ, որովհետև դուք նույնիսկ TV չունեք։ Տեսակ, մամ, մերսի, պապ, շնորհակալություն։ Ես արտավազդից հետո սա ինձ համար շատ մեծ տարբերություն էր։ Շնորհավորում եմ Օսկարի կապակցությամբ եւ մենք լսում ենք վերջին հարցը։ Քանի բաժակ պետք է խմես, որ մեզ համար երգես կռունկ գնա մեր երգիր երգը։ Չեմ սիրում, էլի, այն որ դա նենց բանա, որ մենակ տենց շատ իմոնք գիտեն բան, տենց հիմա սաղ ազգը նայում է իմանա, որ ես։ Քանի բաժակ Լյով հələ մտածի։
Մեկ էլ որտեղ, ասենք, լողանալիս, թե տանը ուղակի, Չէ, թե ընկերներով քեֆ եկամ դու այդ երգն ես երգում։ Անի բաժակ։ Որ բաժակից հետո է, որ հասնում է նրան, որ լյովը երգում է։ Դե գոնե 10 էլի։ 10 բաժակ։ Գոնե։ 10 բաժակը ինչ։ Հողի։ Աստված։ Ասենք։ Կամ կարող է վիսկի լինել 3 բաժակ։ Վիսկին քիչ ավելի քիչ։ Ինչ անեմ, գրեմ տա։ Հավե եկեք գրենք 7, ասենք թե։ Պիտի ինձ հուշես, չնայած ընկերներդ։ Ընենց են հուշել, սաղ պատմեցիր իմ կյանքի մասին։ Ես հասկացել էի, որ դու չես պատմելու, դրա համար պատրաստված էի եկել։ Instagram-ով գրում է բարեզես, բան կգաք իմ հաղորդման։ Վայ ինչ հաճելի կգամ բան։ Քաղաքական եւ նեղանձնական հարցեր չենք շոշափելու, չէ՞ որ այսինքն, հա, թեթև հավես, հա, գրում է ոչ։ Շրջենք։ Շրջեցինք։ 7 բաժակ լյովի կարծիքով, 10 բաժակ իմ կարծիքով։ Ինքն իր չափը գիտի, ոնց հայտնի կարքինում էր։ Մեկ դույլ, եթե գրական հայերենով ասենք։ Մերը։ Այ, ես ստիպեցի, որ դու ասես։ Լյով, հայկական սերիալ արտադրության, կինո արտադրության մութ կողմը ո՞րն է։ Այ երևի ֆինանսը։ Որը շատ քիչ է, դրա համար շատ ավելի դժվար են աճում։ Ավելի լավ որ Համատեղ աշխատելու կարիք կա, որևէ այլ գործով զբաղվելու։ Հա։ Այսինքն ուրիշ բան անում եմ թե ոչ։ Այո։ Հա, նաև դե մենակ նկարահանվելը չի, մենակ թատրոնում խաղալը չի, նաև հանդիսություններ եմ տարբեր վարում, այս պահին նաև աշխատում եմ հարսանիքներ կազմակերպող ընկերության հետ, այնտեղ կրեատիվ տնօրեն եմ։ Լյով, հիմա ինչ պրոյեկտներում ես աշխատում, նկարահանվում, ինչ առաջարկներ ես մերժել երբևէ եւ ինչ երբեք չես անի։ Արդարացված եւ իմ բարոյական նորմերին սազող ամեն ինչ կանեմ։ Ինչ պրոյեկտները մերժել չեմ ասի, բայց վերջին շրջանում եղել են դեպքեր, որ մերժել եմ, որովհետեւ վերջին պրոյեկտը արդեն կլինի երևի 1 տարի որ առաջ եմ նկարահանվել։ Հիմա աշխատում եմ երկար պրոյեկտներում, այս պահին ներգրաված չլինեմ, որովհետև ծո ժամանակս չի հերիքի, որ երկար սերիաներում, շատ սերիաներում ունեցող պրոյեկտում նկարահանվեմ։ Հիմա ավելի գովազդային առաջարկներ են, այտենց Instagram հարթակում, չգիտեմ, TV հարթակում, բան սենց քննարկումների եւ աշխատանքների մեջ եմ որպես դերասան։ Այսօրվա զրույցի համար շնորհակալ եմ։ Ես մի երազանք ասեմ, իրականում շատ անկեղծ կուզեմ հաղորդումներ մեր իրականության մեջ, մեր հայկական իրականության մեջ, այսպիսի հաղորդումներ, որտեղ կծիծաղենք, խոսենք, որովհետև անկախ ամեն ինչից թե ինչ մասնագետ են մարդիկ, բոլորը երեկոյան գնում են տուն ու կարիք ունեն գոնե 30 րոպե մի հավես հետաքրքիր հաղորդում դիտելու, իսկ այս հաղորդումը այդ հաղորդումների շարքին է պատկանում, անպայման դիտեք։ Հրաշալի վերջաբան էր հաղորդման համար, շնորհակալ եմ, որ այստեղ էր, իսկապես պոզիտիվ ժամանակ անցկացրինք եւ վստահ եմ, որ մեզ դիտողները եւս բավականություն ստացան առնվազն։ Գոնե թե։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք նոր հումորային զավեշտալի ու հետաքրքիր դրվագներով։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։